Բարի օր սիրելի երոստատիդող, այսօր պատրաստելու ենք հետաքրքիր աղցան, հեշտ պատրաստվող բաղադրիչները հասանելի, հետաքրքիր բաղադրիչ չկա, որ այսօր ես ձեզ սովորացնելու եմ մի հատ գաղտնիք, որը աղցանների մեջ շատ հետաքրքիր է լինում, ինքը ձեր համար կարող է քաղցրավենիք լինի, բայց իմ համար շատ հետաքրքիր եւ կարեւոր բաղադրիչ է աղցանի։ Այդ բաղադրիչը ամենավերջը գսեմ, իսկ սկզբում ասեմ ինչ պետքա մեզ։ Ստեղ ունենք 1000, այսինքն մարոլ, լվացել ենք պատրաստ մեզ ասպասում, ստեղ ունենք 2 հատ խնձոր, մի քիչ ազատկեր կամ մաղդանոս, գես հատ մոդավոր նուր, հայկական, իրականում եթե ձեր նուրը բզդիգ է, այսինքն 1 հատ մոդավոր հաշվեք մի բաժակ պետքա։ Այստեղ ինչպես տեսնում եք, հունական յոգուրտ ունենք եւ մայոնեզ ունենք, որովհետեւ այդ երկուսը իրար հետ խառնելու եմ։ Եվ լիմոնը ասեցի, համեմունքներից աղը բղբեղը եւ ցիտաբդղից հետը։ Իսկ հետաքրքիր բաղադրիչը ասեմ ձեզ ինչա։ Այո, հայկական սջուխ, քաղցր սջուխ։ Ընգույզով եւ ձիրանի համով եմ որոշել ես այսօր օգտագործել եւ օգտագործելու եմ sweet nella-ի սջուխը։ Այսօր պատրաստելու ենք քաղցր սջուխով աղցան։ Մեզ հարկավոր է քաղցր սջուխ։ Ես օգտագործելու եմ ձիրանի համով, որի մեջ կա ընգույզ։ Մի փունջ 1000, մի բաժակ նրան հադիգներ։ Աղցանի սոուսի համար մեզ պետք է հունական յոգուրտ, մի բաժակ, 2 հատ խնձոր, մի հատ լիմոն եւ մի քիչ ազատքեր կամ մաղդանոս, կես բաժակ մայոնեզ, աղ, սև բղբեղ եւ ցիտաբդղից հետ։ Ահա Այս էստեղ տնում ենք, արդեն սկսում ենք, սկզբում մարոլները պետքա կտրատենք, հետո խնձորները պետքա կտրատենք, իսկ սոսը շատ հետաքրքիր է, խառնելու ենք մեր Greek յոգուրտը, այսինքն հունական յոգուրտը եւ մայոնեզը իրար, ու ստանալու ենք ինչ հետաքրքիր, refreshing եւ շատ թարմացնող սոս։ Այս սոսը ես ընդհանրապես օգտագործում եմ մի քանի տեսակ աղցանների, բայց ինքը շատ ասիրում անպայման ինչ որ միրգով, բաների կամ սենց ինքը կամոր շատ թարմացնող է ու գերած ժամանակ չես զգում դու ինչ որ աղցան ես ուտում, ոչ թե ինչ որ համովություն կամ քաղցրի տեսակ, որը կարող ես սենց շատ հաճույք ստանալ իրականում։ Այս ես կտրատում եմ, դենց մի քիչ մեծոտ։ Մի կողմ կարող ենք թնել արդեն ու անցնել խնձորին։ Կտրատում ենք խնձորները։ Այդ մեջտեղի մասերը հանում ենք, հեռացնում ենք, որպեսզի երբ որ սլայսներ ունենանք կամ շերդեր ունենանք, տենց համաչափ շերդեր լինեն, մաքուր, առանց կուդերի։ Սլայսները այսպես ենք անելու, տենց փարակ սլայսներ։ Կարող եք իրականում ուրիշ գույնի խնձոր էլ օգտագործել, նայած ինչ ունեք դունը, տենց պայման չէ որ կարմիր լինի, ըստ ձեր էդրոբեի ինչ որ կա ձեր դունը։ Միշտ ասում եմ, չէ, տենց մի արեք, որ ասեք, որ օրինակ շաղիկը կարմիր խնձորով էր պատրաստում, it's okay, կանաչ խնձորով էլ կարող ենք պատրաստել, դեղին խնձորով էլ կարող ենք պատրաստել, մեկը համով լինելու։ Նույնիսկ կարող ենք իրականում միրգն էլ ուրիշ միրգ օգտագործել, ոչ մի պայման չկա։ Ընդհանրապես խնձորին ալտերնատիվները լինում են թեղծը։ Այս խնձորն էլ նույն ցևով կտրատում ենք այս մասերը ու շերդերի վերածենք։ Ես հիմա լիմոնը, որ օգտագործել ենք, մենք սոսի մեջ պետք է տնենք մի քիչ, բայց միշտ հիշեք, որ այս տեսակի միրգերը անպայման մի քիչ լիմոն կամենք իր վրա, որպեսզի գույնը չփոխի։ Այսինքն ես հիմա այս սլայսները անելուց հետո մի թեթև լիմոնի հույթ եմ տնելու իր վրա, որպեսզի գույնը bright մնա։ Մի խոսքով, որպեսզի տեսքը բահի։ Այս աղցանները անպայման պահպանեք, որպեսզի պատրաստեք
ամանորը գալիս է, ձեր ընտանիքին վստահ խոստացել եք նոր համովություններ, կարող եք սկսել արդեն, բայց չնայած մինչև հիմա եթե save չէիք անում, չէիք պահպանում, շատ բան եք բաց թողել, բայց ոչինչ ուշ չէ, կարող եք հիմա արդեն պահպանել։ Սենց լիմոնը թնում եմ ես մի թեթև ու հիմա կխառնեմ։ Նա ցերկով խառնում եմ ուղղակի թեթև, որպեսզի երկու կողմն էլ լիմոնի ջուրով պատվեն ու արդեն մի կողմ եմ թնում։ Դե ինչ, մեր խնձորն էլ է պատրաստ, հիմա անցնում ենք հաջորդին։ Հիմա ինչ ենք անում։ Կտրատում ենք ազատ կեղը, այսինքն մաղդանոսը, որովհետև իրան ավելացնելու ենք մեր սոսին։ Կարող ենք ուղղակի տենց 2-3 շերտ անել ու ավելացնել։ Պայման չէ այդքան մանր կտրենք, որովհետև ինքը մեկը մարացվելու է մեր բլենդերում։ Այս գցենք։ Մի հատ լվացվեմ սավայով ու վերաթարնամ։ Մի հատ կթալ եմ վերցնում։ Ավելացնում եմ Greek yogurt-ը։ Այսինքն հունական մածունը։ Ավելացնում եմ մայոնեզը։ Լիմոնի հյութ, ցերկս տնեմ, որպեսզի կուտերը չիջնե, և ազատ կեղը, այսինքն մաղդանոսը։ Իսկ ամենավերջում աղ, սև բաբեղ, մի կաթիլ կամ մի քիչ ավելի ցտապուտրից հետ ու արդեն հարում ենք։ Միշտ այսպիսի սոսեր պատրաստած ժամանակից մի հատ նայում ենք հարելուց հետո համին, այսինքն այդ աղի և բղբեղի և դենց այդ վերջնական բալանսը մի հատ համտեսում ենք, հետո որոշում ենք։ Yummy, շատ համով, ոչ մի բան պետք չունի, քիչ մի երևի սև բիբեր կավելացնեի։ Մի հատ էլ խառնենք ու վերջ։ Բերում եմ այսպիսի աման, ավելացնում եմ իր վրա հազարները, լիմոնը հələ ստեղ տնենք, ավելացնում եմ իր վրա խնձորները, որը կտրատել ենք, հիմա ինչ ենք անում, ուզում եմ սոսը ավելացնեմ, մի հատ խառնեմ ու հետո ամենավերջում ավելացնեմ նուրը և մեր սջուխը, որովհետև իրանց չեմ ուզում դենց գորին աղցանի մեջ, քանի որ երբ որ սոսը միշտ քույն ունի, այսինքն սպիտակ կանաչ ինչ-որ քույն ունի, պատում է ամեն բաղաթիչները։ Իսկ ես չեմ ուզում մեր անուշիկ համով նուրերը և մեր համով սջուխը պատվեն։ Դրա համար հիմա խառնում ենք։ Ավելացում ենք սոսը, խառնում ենք,
Էս ինչ համովություն է։ Իրականում շատ համով կլինի, եթե օրինակ մանավանդ առողջ սնունդ կարող եմ ասել, կարող եք մայոնեզը չդնել, միան գրիկ յոգուրտ կամ հունական յոգուրտ օգտագործել։ Իրականում այնքան թարմացնող աղցան է, իմ համար երևի սննդարար կասեմ, քանի որ իրա կողքը կանեմ օրինակ հավ, մի քիչ գրիլ կամ sense խորոված ու գուտեմ։ Ահա, եկավ ամենաիմ հետաքրքիր սիրած ռոպեն։ Այսօր ուտելու համար չէ, սուիթնելան, այսօր աղցանի համար օգտագործելու է։ Ոչինչ կթիմանամ։ Ինձ ասել են այստեղ դեղ կա կտրելու։ Okay. Ես ուզում եմ սլայսի պես կտրատել, շերդեր։ Այս էլ է պատրաստ, ուրեմն բերում ենք մի հատ Անուշիկ Թոնյանայի ափսեներից։ Այս աղցանը արդեն որ խառնել ենք ավելացնում եմ մեր ափսեին, որպեսզի շարունակենք վրան մնացած բաները։ Նայեք ինչ անուշիկ գույն ունի։ Իրականում արդեն սևից զգում ես, որ ինքը այնքան համով ու թարմացնող աղցան է, իրականում։ Ես մի քանի հատ խնձորներ այսպես եմ դնում, որով ինքը ավելի հետաքրքիր կնայվի։ Այդ վերջում, որ ավելացնում եք այդ ամեն ինչը, հենց այդ վերջի ասում են այստեղ Հայաստանում շտրիխները բանով նայեք, սենց հետաքրքիր ձևով նայեք, որ ինքը վերջում լավ մատուցելու համապատասխան լինի։ Ավելացնում եմ իմ favorite սուջուխները։ Ես գիտեմ, որ այս խաղապարը շատ եք հավանելու ու անելու եք ու հետո ասելու եք շաղիկ, այս ինչ հետաքրքիր բան ասեցիր։ Բա դե ես ձեր համար լիքը կրեատիվ միտքեր եմ հորինում, իրականում էդի մեր սպոնսորներից էլ է գալիս, որովհետև իրենք ունենում են շատ համով ուտելիքներ կամ պրոդուկտներ, որը ես ուզում եմ մաքսիմում օգտագործեմ ու ընդեղից այդ միտքը գալիս է։ Հասկացաք։ Հիմա օրինակ այս քույնը, որ ես որոշեցի, այնքան ուրախ եմ, որ այս քույնն եմ որոշել, ունեինք մենք ուրիշ օպշնները սուիթնելայից, կարմիր կամ սրճակույն, բայց ես այս տեղին ասեցի եւ ինքը ավելի լավ նայվեց։ Հիմա նուրը։ Իրականում մենք աղցանը խառնած ժամանակից մի քիչ կարող էինք նուրը մեջը տնել, հետո մնացածը դուրսը, ոչինչ, դուք տենց արեք։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր աղցանը արդեն պատրաստ է, գիտեմ, որ մեզ հետևում եք ու մեր էջերին, եթե թեր չեք հետևում, համի քաղնիկ Facebook և Instagram անպայման մեզի follow արեք և դե ովքեր որ ինձ հետևում են արդեն երևի գիտեն, Yummy by Շաղ էջին էլ կարող եք հետևել կամ Շաղիկ Երևան ռեստորանին, այնտեղ մենք միշտ գիսվում ենք մեր բոլոր բաղադրատոմսերը, ծիծաղելի վարքյանները եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որովհետեւ այնտեղ բոլոր ձերբած թողած հաղորդումները կան։ Ինչ որ նայում եք հերոստատեսությամբ, կարող եք հետո պետք ունենալ պատրաստել եւ այնտեղ մենք արխիվ ենք անում ձեր համար, որպեսզի գնաք, նայեք, պատրաստեք եւ միշտ լինի։ Դրա համար կարող եք նույնիսկ ձեր բարեկամներին ուղարկել, share անել այդ վիդեոները, որպեսզի տարածեք, եթե համով է ստացվել ու եթե շատ հավանել եք։ Հիմա փորձում ենք։ Տա-տա-տա-տան։ Ուզում եմ սջուխ էլ լինի, խնձոր էլ լինի, հազար էլ լինի, նուր էլ լինի, ոնց անեմ։ Եվ մարոլ։ Երևի խնձորը կկտրեմ մի հատը։ Ուպ։
Համերի, ինչ ասեմ, աշխարհ։ Շատ համով, շատ թարմացնող, հետաքրքիր համացություն, այն որ հունական յոգուրտը կամ հունական մածունը եւ մայոնեզը խառնել են իրար շատ թեթև է, որովհետեւ այդ նույնիսկ մայոնեզի համը չեն կսկում։ Եվ իրա վրա այդ մաղադանոսը կամ ածածկեղը, որ ավելացրել ենք, թարմություն ա տվել։ Ու արդեն վերջում այն սոճուխը ինչ որ քաղցր ֆինիշինգ ա տալիս, շատ հետաքրքիր է։ Դե ինչ, տեսակ ինչքան համով աղցան պատրաստեցինք, անպայման պատրաստեք, դուք էլ գիսվեք ձեր ընտանիքի հետ, ձեզ բարեխոժակ։